Գործընկերներ, սիրելի հյուրեր, լրատվամիջոցների սիրելի ներկայացուցիչներ, ողջունում եմ ձեզ մեր այսօրվա միջոցառմանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգի նախագծի ներկայացմանը։ Շնորհակալ եմ ձեզ, որ ժամանակ եք գտել մեզ միանալու։ Ես Ավետիք Չարագանն եմ, Հայոց ազգային քաղաքացիական միավորման համակարգողը և կփորձեմ ձեզ հակիրճ ներկայացնել այսօրվա միջոցառման հիմնական նպատակները, ինչպես նաև ժամանակացույցը։ Հայաստանի և Արցախի հանրապետությունների վրա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված թուրք-ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից և դրան հաջորդած իրադարձություններից հետո, որոնց կուլմինացիան Արցախի հայաթափումն էր 2023 թվականի սեպտեմբերին, Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրը արմատական փոփոխություններ է կրել և արդյունքում ստեղծվել է աշխարհագրական նոր իրավիճակ, որի դինամիկան շարունակում է ծավալվել և դրան մենք ակնհայտ ենք լինում նաև տարածվողի վերջին շաբաթներին Իրանի մի կողմից և մյուս կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իսրայելի և նրա դաշնակիցների միջև սուր հակամարտության տեսքով, աննախադեպ հակամարտության, որը ըստ էության նախորդող տասնամյակների ընթացքում այդպիսին չէր եղել, և դա բնականաբար նոր մարտահրավերներ և սպառնալիքներ է ծնում Հայաստանի համար։ Այդ մարտահրավերների և սպառնալիքների բնույթը էականորեն տարբեր է նրա համեմատ, ինչ մենք ունեցել ենք մինչև 2020 թվականը, սակայն ըստ էության գործող վարչախումբը փորձում է մոլորության մեջ մտցնել մեր հասարակությանը, փորձելով մեր հասարակությանը համոզել, որ եկել է խաղաղության դարաշրջան և ըստ էության էլ ոչ մի բան պետք չի անել։ Պետք է այսպես ասած թուլանալ և վայելել խաղաղություն։ Այն դեպքում, երբ որ մենք տեսնում ենք, որ մեր շուրջը պարզապես աշխարհագրական փոթորիկ է ծավալվում և այդ փոթորիկը կարող է շատ արագ մեզ էլ հասնել։ Որպես այդ ամեն ինչի հետևանք 2020 մինչև 2020 թվականը մշակված փաստաթղթերը կորցրել են իրենց ռելևանտությունը։ Ես ձեզ հիշեցնեմ, որ Հայաստանի պաշտոնապես ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը ընդունվել է 2007 թվականին, պաշտոնական որպես փաստաթուղթ է ընդունված։ 2020 թվականին ներկայացվել է նոր փաստաթուղթ, նա ներկայացվել է տարածիորեն թուրք-ադրբեջանական ագրեսիայից առաջ և ըստ էության այդ ագրեսիայի արդյունքում փոխված իրադարձությունների պատճառով նա իմաստազուրկ է դարձել, նրա հիմնական բովանդակությունը այլևս ևս ռելևանտ չի։ Ուստի հիմա անհրաժեշտություն է առաջացել նոր փաստաթղթի ազգային անվտանգության ռազմավարության, սակայն պետք է հասկանալ, որ ազգային անվտանգության ռազմավարությունը դա առաջին հերթին իշխանության, կառավարության և մյուս մարմինների, ինչպիսին է օրինակ անվտանգության խորհրդի աշխատակազմը, ինչպիսին է ազգային ժողովը, ինչպիսին է նախագահի աշխատակազմը, նրանց բոլորի համատեղ աշխատանքի արդյունք պետք է լինի։ Մենք առայժմ այդ իշխանությունը չենք ներկայացնում, մենք ընդամենը հանրային միավորում ենք և մեր առջև փորձել ենք իրատեսական խնդիր դնել։ Այն պայմաններում, երբ որ գործող իշխանությունը արդեն առնվազն 6 տարի այդպիսի ռազմավարություն չի մշակում և արդեն համարյա 20 տարի այդպիսի ռազմավարություն չի հաստատվում պաշտոնապես, մենք փորձել ենք անել առաջի քայլը և մշակել ազգային անվտանգության հայեցակարգ։ Հայեցակարգը դա հետագա ռազմավարական մշակումների հիմքն է։ Այդ հայեցակարգի նպատակը ըստ էության առաջինն է գնահատել բոլոր այն անվտանգային սպառնալիքները, որոնք հիմա իրականում առկա են Հայաստանի Հանրապետության ներսում և նրա շուրջը։ Դա կլինեն ներքին սպառնալիքներ, տարածաշրջանային, թե գլոբալ բնույթի սպառնալիքներ, իդեպ դրանք շատ կարևոր բնույթ են խաղում և տարածաշրջանային սպառնալիքները շատ հաճախ ածանցյալ են գլոբալ սպառնալիքներից։ Ուստի առաջի խնդիրը այդ սպառնալիքները գնահատելն է։ Երկրորդը հասկանալ և հստակ ձևակերպել, որն են մեր հիմնական ազգային շահերը, և այստեղ մենք նաև գործող վարչախմբից շատ էական տարբերություններ ունենք, և եթե կարելի ասել, որ ամեն ինչում համարյա տարբեր ենք։ Եվ այդ շահերի և սպառնալիքների համատեքստում հասկանալ, թե ինչ մենք պետք է անենք, որպեսզի ինչ ուղղություններով պետք է շարունակենք զարգանալ, որպեսզի մենք կարողանանք ա. պաշտպանենք մեր շահերը և բ. դիմագրավենք այն սպառնալիքներին, որոնք առկա են, որոնք առաջանում են, որոնք ծավալվում են և որոնք իսկապես մեր համար վտանգ են ներկայացնում։
Այն աշխատանքը, որ մենք այսօր ձեզ ներկայացնելու ենք, բավական երկարատև, մոտավորապես համարը 1 տարի տևած եւ ծավալուն աշխատանքի վերլուծության համադրությունների արդյունք է, որը կատարվել է Հայաստանի ազգային քաղաքացիական միավորման պատվերով եւ նրա նաեւ փորձագետների մասնակցությամբ։ Աշխատանքային խումբը ներառել է այստեղ ներկա Աշխեն Բեգլարյանին, Վարուժան Գեղայմանին, որ այսօր ներկա չի, Ավետիք եւ Ավետիք Քերոբյանին։ Իրենց ներդրումը ունեցել են Արթուր Աթանեսյանը, Մենոհար Սողոմոնյանը, Միքայել Մալխասյանը, Սուրեն Մանուկյանը, Արմեն Մանվելյանը, Սուրեն Սարգսյանը, Սամվել Հակոբյանը եւ մի շարք այլ փորձագետներ, այսինքն բավական ընդգրկուն փորձագիտական ներառում այստեղ եղել եւ մենք փորձել ենք համադրել տարբեր երբեմն նույնիսկ իրար հակադրվող փորձագիտական կարծիքներ։ Այսօր մենք հայեցակարգը ձեզ հակիրճ կներկայացնենք, այն նախագիծը, որ մենք այսօր ունենք, 40 էջանոց փաստաթուղթը բնականաբար նա ընթերցանության համար է, ոչ թե ներկայացման։ Մենք ձեզ կներկայացնենք հակիրճ նրա հիմնական դրույթները։ Դրանից հետո մենք ունենանք 2 պանելային քննարկումներ, ընդ որում կփորձենք պանելային քննարկումները եւս ունենալ կարճ, որպեսզի հնարավորություն տանք դահլիճից հարցերի։ Առաջին հերթին բնականաբար մեր լրագրող գործընկերների, բայց դահլիճից ցանկացած հարցերի մենք պատրաստ ենք այսօր պատասխանել եւ մեր նպատակը պետք է լինի այն, որ նաեւ այս հանրային արձագանքի հիման վրա մենք հնարավորություն ունենանք փաստաթուղթը լրամշակել եւ հետագայում ներկայացնել եւ լայն հանրությանը, որտեղ սա հայեցակարգ է եւ իր մեջ որևէ գաղտնի բան որպես այդպեսին չկա, բայց որը շատ կարեւոր է նաեւ ներկայացնենք այս փաստաթուղթը համապետական ընտրություններից հետո ձևավորվող նոր իշխանությանը, այն ակնկալիքով, որ նա հիմք կհանդիսանա հետագայում ազգային անվտանգության ռազմավարության մշակման համար։ Այս գործող վարչախմբին այս փաստաթուղթը ներկայացնելու որպես այդպեսին մենք այլևս իմաստ չենք տեսնում, որտեղ ըստ էության նրանք նախ ընդհանրապես առանց որևէ հայեցակարգի եւ որևէ փաստաթղթի են գործում, բայց եթե մենք նայում ենք իրենց այսպես ասած խառնի ճաղանջ վայրի վերումներին եւ տարբեր տեսակ հնչեցած մտքերին, արդեն հասկանում ենք, որ այն ինչ որ դրված այս փաստաթուղթի հիմքում ըստ էության արմատապես հակասում է իրենց կողմից վարվող կուրսին, ուստի նույնիսկ իրենց չենք ծանրաբեռնի իրանց այսպես ասած ինտելեկտը, չենք ծանրաբեռնի մեր մշակումներով։ Սա կներկայացվի նոր իշխանությանը, այն ակնկալիքով, որ ինչպես արդեն ասացի, կստեղծվի ազգային անվտանգության ռազմավարություն։ Իդեպ մեր տեսանկյունից ազգային անվտանգության ռազմավարությունը բավական հաճախ պետք է թարմացվի։ Միացյալ Նահանգներում օրինակ տարածորեն 2 տարին մեկ այդ ռազմավարությունը թարմացվում է այն պարզ գիտակցությամբ, որ աշխարհական գործոնները փոխվում են եւ պետք է դրանց արձագանքել։ Մեր մոտ հիշեցնեմ նորից 2007 թվականին է վերջի ռազմավարությունը ընդունված, 19 տարի անցել է եւ սա ինչ-որ իմաստով նաեւ պետության կայացվածության, պետության խորության, պետական ապարատի սուբյեկտայնության ցուցիչ է, որը մեր դեպքում ոնց որ հասկանում եք շատ ցածր է։ Դրանով սահմանափակեմ իմ ներածական խոսքը եւ բեմ հրավիրեմ իմ գործընկեր Ավետիք Քերոբյանին մեր մշակած հայեցակարգի հիմնական դրույթներ ներկայացնելու համար։ Շնորհակալություն։